Պարոն Աշոտյան, հիմա դուք որպես the second political prisoner in the middle of the world, բարձր պաշտոնը կրող Ես second-ը չգիտեմ, second-ը չգիտեմ։ Առաջին Մամիկոն Այդ սրոկով, ընդհանրապես սրոկով։ Ինչ է կարծում, Նիկոլ Փաշինյանը երբ որ ձեր իշխանության օրոք նստած ինքը քաղ բանտարկել է, որտեղ նրա քեյսը միջև մի հետ գնացել է, Ես այդ հարցերին պատասխանել եմ, նայ, ես այդտեղ խնդիր չունեմ ասելու եւ ասում եմ դա հրապարակա, որ Հայաստանի բոլոր իշխանությունների ժամանակ եղել են մարդիկ, ում քաղաքական, ում քրեական հետապնդումը դիտվել է որպես քաղաքական բանտարկություն։ Նիկոլի եւ մնացածի հետ կապված մի հատ կարևոր բան եք մոռանում։ 2008 թվականի մարտի 1-ից հետո, երբ որ հայտնի իրադարձությունների արդյունքում բանտերը լցվել էին, ով? Հա, բանտերը լցվել էին կալանավորներով մարտի 1-ի Սերժ Սարգսյանի իշխանության գալուց դա սկսեց դատարկել այդ բանտերը, ոչ թե լցնել։ Սերժ Սարգսյանի օրոք այդ բանտերը, որտեղ նստած մարդկանց կարելի էր համարել քաղաքական բանտարկյալ, դատարկվում էին, 2 ամնիստիա եղել, 2009 թվականին, 2011-ի ու Կարծացեք մարտի 1-ի հետ կապված պարոն Նիկոյանի զեկույցը կիմանաք։ դատարկվելու, այսինքն տեղ ազատելու բանով եք տրամաբանել։ Դե լավ, այո։ Պարոն Աշոտյան, Ոչ, համաներումը երկրում համերաշխություն վերականգնելու գործիք էր։ Եվ դա Նիկոլի համար չէր արված։ 1000 հոգից ավել մարդ է օգտվել այդ համաներումից։ Նիկոլ Փաշինյանը պարոն Աշոտյան քաղբանտարկյալ էր։ Ոչ, Նիկոլ Փաշինյան քաղաքական բանտարկյալ չէր։ Նիկոլ Փաշինյանը մարդ էր, ով որ կոչ էր անում բռնի գործողություններին։ Եվ եթե նայում եք, կներեք, եւ եթե նայում եք միջազգային փաստաթղթերը, ապա բռնի գործողությունների կոչ անող մարդիկ, որոնք մեղադրվել են նաև ատելություն քարոզելու եւ մնացածի մեջ քաղաքական բանտարկյալ չեն դիտվում։ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հատուկ զեկուցում։ Դրա մասին, մենք հիմա դրա մասին ենք հավաքվել։ Ինչի մասին եք։ Մի րոպե, լսի, հիմա մեկ լսի, մի հատ բոլորդ լսեք խնդրում։ Միջև 18 ինչ եղել է։ Այդ այնքան զրո է, նրա համեմատ ինչ է կատարվում այսօր մեր երկրում։ Որտեվ դուք խոսում եք անցյալի մասին, որտեղ կարակ ինձ վերագրելի կամ չվերագրելի ցանկացած մեղքերը լիպուչկով բերեք կպցնեք։ Պատճառը հետևանքային կապ, այդ ես կընդունեի քո դիտարկումը, եթե մտածեի, որ դու հիմա պատմագետ ես կամ գիրք ես գրելու դրա մասին։ Ես քաղաքական գործիչ եմ, որը 25 կներես, բա որ հանկարծ ծննդատանը ընկներ ուրիշ բան ընկներ, կարողա չլներ, այդ ինչ եք խոսում։ Եթե ապա սխեմաներով, ոնց կարելի է խոսալ այսօրվա իրականության մեջ, երբ որ ամբողջը աշկի դեմը կատարվում է, դուք անցյալից եք խոսում, 18 թվականին մենք իշխանազրկվեցինք, պրծավ, մեր բոլոր առկա եւ բացակա թերություններով, իրական եւ վերագրվելիք, պրծավ, դուք եք նաեւ դրան նպաստում, պրծավ, երկիրը քանդվում է նախ եւ հիմա եւ այսօր։ Մենք քաղբանտարկյալներից ենք խոսում, պարոն Աշոտյան, 2026-ի դիսկոմֆորտ է պատճառում դες պարոն Աշոտյան։ Անկամ ձեր ներկայությունն է ինձ հաճելի, որ մնաց հարցը։ Պարոն Աշոտյան, փոխադարձ պարոն Աշոտյանին հարցս թույլ տվեք ձևակերպել։ Երրորդ հարցն եք տալիս, խնդրեմ։ Երկրորդն եմ։ Շուտով եք ես հաշվեմ, բայց ասեք Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանում եղած քաղբանտարկյալներից առնվազն 5-ի անուն։ Սերժ Սարգսյանը մեղք ունի նաև Քենեդու սպանության մեջ։ Սիվիկը բավարարվեց։ Մի հեգնեք պարոն Աշոտյան, ուղիղ հարց եմ տվել։ Տիկին լրագրող, էթիկայի կանոնները պահեք դիստանցիաներ։ Ես կորոշեմ ինչ եմ պահ։ Սերժ Սարգսյանը մեղավոր է նաև Քենեդու սպանության մեջ եւ Իոան Պավել II-ի մահապորտի։ Բավարարվեցիք։ Հիմա եկեք տեսեք ձեր աչքերը, հանեք, այս հանեք 25 թվականի Հայաստանը նայեք, լավ։ Գնացեք բանտախցերով, տիկին եք, գնացեք Լիդիա Մանթաշյանին այցելեք։ Իրան լուսաբանեք։ Չգիտեմ, գիտեմ, պահանջեք, որ թույլ տան։ Դուք ո՞նց եք ձեզ զգում, էլի կար ես էլ ձեզ բարոյախելատական հարց տամ։ Երիտասարդ տարիքի կին եք դուք, կինա այդ աղջիկը նստած է մի բանի համար, որը բացարձակ հորինված մեղադրանք է։ Դուք ձեզ լավ եք զգում։ Սերժ Սարգսյանի օրոք 5 քաղբանտարկյալների անունները տալով ձեր խիղճը, էս է իմ պատասխանը, չի բավարարում գնացեք։ Ձեր խիղճը մաքրվում է դրանից, որ դուք այսօր լռում եք, երբ որ այսքան մարդ կա նստած։ Երբ որ այն նկարները ավելի խոսում են, քան այն մարդիկ, ում դուք լրագրող եք աշխատում։ Շնորհակալ եմ, վերջ։ Վերջին հարցը։ Չնայած որ խորհրդարանական ընտրություններին դեռ տեղական ժամանակ կա, բայց քաղաքական ուժերը որոշակի առումով պատրաստվում են, օրինակ նույն նախագահը հայտարարել, օրինակ այսօր Արման Թաթոյանը
հասկացա։ Որ Նիկոլ Փաշինյանին հաղթելու բանաձևը նա է, որ նախկին նախագահները չմասնակցեն որևէ կերպ ընտրություններին։ Տեսեք։ Ես չգիտեմ քաղաքական իրադարձությունները ինչպես կլինեն մեր երկրում, բայց կարևոր է մի բան, որ հայ ժողովուրդը 26 թվականի առիթով չվերածվի լոկ ընտրազանգվածի եւ քաղաքական ուժերը այդ մարդկանց եւ ժողովրդին չվերաբերեն որպես ընտրազանգվածի։ Դա ինքը ժողովուրդ է, մենք ժողովուրդ ենք։ Ուրիշ բան, որ ունենք ընտրության իրավունք, պետք է մասնակցենք եւ այլն ընտրությունների, իմպիչմենտի կապ չունի, բայց ժողովուրդը չպետք է վերածվի ընտրազանգվածի, լոկ ընտրազանգվածի։ Պարոն Թաթոյանի հայտարարությունը այսօր լսեցի, իհարկե իմ անձնական կարծիքը պետք է հայտնեմ, ինքը մարդու իրավունքների ուժեղ պաշտպան է եղել եւ կարծում եմ կարելի է այսօր գալ այս լսումներին մասնակցելու շաբլոնային հայտարարություններ անելու փոխարեն։ Պարոն Աշոտյան եւ Արմեն Թաթոյանը նաեւ նշում է, որ իշխանությունները, որ այսօրվա իշխանությունները աշխատում են նախկին իշխանությունների վրա, հենասյունները նրանք են եկեղեցին եւ այսպես ասած Ռուսաստանը։ Ես կգերադասեի պարոն Թաթոյանի նման մարդու իրավունքների բարձր պաշտպանության բարձր պրոֆեսիոնալիզմով մարդուն, որը դա արել է անգամ այս իշխանության օրոք տեսնել այս դալիճում եւ լսել իր մասնագիտական ելույթը, քան այս քանի տարիների ընթացքում տարբեր ուժերի կողմից փորձարկված կլիշեների հավաքածու։ Չէ, կարծում եմ Թաթոյան այսպես Այդպես ավարտեցի։ Թաթոյան ավելի բարձր Ավարտեցի։ Քոչյանը ըստ։ Այդ կարծում եմ լավ հարց է, եթե դու հիմա քո Telegram ալիքում դնես հարց։ Դրել եմ, չեմ պատասխանում։ Շնորհակալ։